Միտքը օդ է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Երբ որ ապստամբացրեց ճակները սատանայի գլխավորությամբ դևերի հետ անկում ապրեցին երկնքից, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, մի զգալի մասը ընկան դժոխք, մնացածը ընկան օդի շերտ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ օդը կարելի ասել 3 շերտ ունի։ Մեկը լուսավոր շերտն է, օդային շերտ, իհարկե սա հոգևոր իմաստով պետք է հասկանանք, որը երկնքին մոտ է։ Մեկը միջին շերտն է, որը երկնքի ներքո է։ Մյուսը բուն օզոնն է, որ երկրին շատ մոտ է։ Հիմա Սուրբ Գրիգոր Տաթևացին իհարկե պետք է մենք բառացես բոլորը չհասկանանք, այլ հոգևոր խորհուրդ հասկանանք։ Ասում է դևերի անկումը տեղ ունեցավ այս միջին շերտի մեջ։ Վերին շերտում չէին կարող, որտեղ լուսավոր է այնտեղ, իրանք արժանի չէին այնտեղ լինել։ Ներքին շերտում չթողեց Աստված, որ ընկնեն, ինչու՞։ Որ մարդկանց շատ մոտ չլինեն։ Մեղք են խեղճ մարդիկ։ Այն միջին շերտում, հա։ Միջին շերտում են եւ օդային շերտում են, հա։ Մեր միտքն էլ օդ է։ Եվ մենք փորձվում ենք հենց այդ օդային շերտի, ինչպես Պողոս Առաքյալը ասում, երկնքի ներքո գտնվող դևերի հարձակումներից։ Մեր այս միտքը, որ Աստված մեզ տվել է զորավոր զենք, հզոր պաշտպան, մտածելու, խորհրդացելու, արարելու, ստեղծելու հնարավորություն կամ միջոց, մենք վերցնում ենք, իհարկե չարի դրդմամբ, չարի թելադրանքով, մենք մեր դանակով մեծ խոցում ենք, սկսում ենք ուշադրություն դարձնել մեր մտքերին, իբրև թե մենք մտածում ենք, իբրև թե մենք պայքարում ենք մեր մտքերի դեմ։ Իսկ չարն ինչ ասում, հենց էդ էլ ուզում է, որ դու իր հետ երկխոսության մեջ մտնես։ Տեսել եք, մարդիկ գնում են կինոդահլիճ, նստում են ու սկսում են ֆիլմ նայել, կամ թատրոն են գնում, սկսում են թատրոն դիտել։ Այն թատրոն խաղացողները դերասան են։ Մի կողմից խաղում են, մի կողմից ծիծաղում են քո վրա։ Ո՞նց է մեզ հավատում է։ Իրականում հանդիսատեսը ավելի դերասան է, քան թե դերասանը, որտեղ հանդիսատեսը մասնակցում է, մտնում է այդ խաղի մեջ, ապրում է, հա։ Իսկ դերասանը ամեն օր է դերը խաղում է, ինքը արդեն անգիր է արել։ Ճիշտ այդպես էլ չարը մեր մտքում անընդհատ ֆիլմեր է ցույց տալիս, հա։ Տարբեր մարդկանց տարբեր ֆիլմեր է ցույց տալիս։ Տեսել եք համացանցը ձեր բնավորություն, ձեր խառնվածքը ճանաչելով ձեզ համապատասխան ինչ որ տեսահոլովակ է ուղարկում, չէ՞։ Այդպես էլ չարը, յուրաքանչյուր մարդուն ճանաչում է, յուրովի մի հատ ֆիլմ է ուղարկում մտքիդ մեջ, դու էլ տեսել ես այդ ֆիլմը, անընդհատ տեսել ես, որտեվ գիտես, օրինակ հավատացյալների մոտ ինչ ֆիլմ է ուղարկում, որոնք անփորձ հավատացյալներ են, հա, նորադարձ են, պիղծ խորհուրդներ, պատարագի ժամանակ, կամ եկեղեցու մեջ, կամ սրբություններին վերաբերվող պիղծ խորհուրդներ, հա։ Հիշեք, ինքը մի կողմից ցույց է տալիս, մի կողմից ծիծաղում է ձեզ վրա։ Ասում է, հələ նայեք ես սրանց։ Հələ ոնց են հավատում, հələ ոնց է դեպս պայքարում։ Ինքն էլ ասում է, ինչ լավ է, ինչ լավ է։ Դուք էլ ծիծաղեք իր վրա, պարապեք մնացել։ Թող գնա, փակեք այդ կինոդահլիճի դռները, դուրս եկեք։ Այսինքն լուրջ չվերաբերվենք այդ իհարկե, բացարձակ չկա այդպես բան, գոյություն չունի։ Գոյություն չունի։ Մենք բացարձակ լուրջ չպետք է վերաբերվենք։ Դու գիտեք, մեղքի գիտակցությունը տեղից չի գալիս։ Մեղքը ճանապարհ անցնում դառնում է մեղք։ Քրիստոս ավետարանում ինչ ասում։ Նայեցիր, սրտումդ ցանկացար, շնացար, բայց դեռ մեղք էլ չի, մարմնով չես գործել։ Միտք, սիրտ, մարմին, չէ։ Հասկանում եք, մենք այս
շատ ուշադիր պետք է լինենք, չար այնպիսի խապկանքներով այս process-ի մեջ ունես մի հատ խապկանքների մեջ ամես գցում։ Նենց կարող խափի մտքի վրա ամենաուժեղ ճնշումն է իր մոտ։ Ինքը ահավոր խորհուրդների պայքար է մեր մտքում բերում։ Նպատակն ինչ է, որպեսզի մենք մեր հոգու մտքի սրտի պարզությունը, մաքրությունը կորցնենք, որպեսզի մեր մոտ խավար տիրի։ Խավարի մեջ ինչ ուզես կանես, հասկանում ես։ Երբ որ մեզ այսպես խավարի մեջ է գցում, մտավոր պայքարի ու անհասկանալի անորոշ մարդիկ այնպես զգացմունքների, այնպես ներշնչանքների մեջ են ընկնում, մտավոր այդ հարցակումների ժամանակ իրենց թվում է, թե իրենք այդպիսին են։ Հա? Վերջը, այնքան բաներ կա։ Հիմա շարունակում եմ։ Մենք ինչ պետք է անենք, իմաստուն պետք է լինենք, պետք է մտավոր աղոթք անենք, մաքրենք մեր միտքը։ Մենք իմանանք, որ միտքը մուտք է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Չարի մուտքը միտքն է։ Եթե մտքից չմտավ, ինքը չի կարա մտնի մեր մեջ։ Մտքից մտնում է կամք։ Կամքը ձիգ պահի, քեզ ուժեղ պահի, քաջ եղի, մի վախեցի։ Ձիգ քեզ պահի։ Քո կյանքով ապրի, քո առօրյայով ապրի։ Ինչ ես ընկնում մտավոր անիրական աշխարհ։ Քո իրական աշխարհն ի՞նչ է։ Աշխատանք, աղոթք, եկեղեցի, բարի գործեր։ Իրականությունդ ուրիշ է։ Այս իրականությունը լրիվ ուրիշ է։ Եվ այդպես խափում է մեզ։ Մոլորեցնում է մեզ, հա? Ու մենք չպետք է խափենք, մենք չպետք է։ Հիմա, ուրեմն մենք պետք է միտքը օթա, միտքը մուտքա։ Օթերը պետք է փակենք չարի։ Մուտքը պետք է փակենք։ Միտքը մաքրում ենք, սրբում ենք, օթերը փակում ենք, վակուում ենք անում ու գնում է մեզանից։ Մենք մեր առօրյայով, մեր կյանքով ենք ապրում, մենք գործ չունենք ոչ մի, հոգնել ենք մենք կինոներ նայելուց, հերիք է։ Մեր կյանքը արդեն կինո է, ինչ գործ ունենք մենք ուրիշ կինոների հետ։